Ողջույն բոլորին։ Եկեք միասին հավաքենք իմ Վալբերիսի պատվերները եւ պատասխանեմ ձեր կողմից տրված մի քանի հարցի։ Նախ վերջին օրությունը ասեմ, գրանցումը Վալբերիսում թանկացել է։ Նախկինում եթե վճարում էինք 50,000 դրամ գրանցման համար, հիմա վճարելու ենք 150,000 դրամ, այսինքն 30,000 ռուբլուն համարժեք գումար։ Դա վերջին նորություններ, այսինքն ով հասցրեց մատչելի գնով, հիմա հավաքեք ավելի շատ, որպեսզի կարողանաք գրանցումները կատարել։ Եվ հաջորդ հարցը, որը հաճախակի տրվում է, դա կիզերի առկայությունն է։ Նշեմ, որ օֆերտայում նույնպես նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող ցանկացած անձ ենթարկվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, այսինքն եթե մեր օրենքներով մարկիրովկա չի պահանջվում տվյալ ապրանքի համար, ուրեմն դա պարտադիր չէ։ Իսկ հիմա եկեք բացատրեմ պատվերների կատարման ամբողջ ընթացքը, եթե դուք աշխատելու եք տանից, այսինքն եթե ձեր պահեստը գտնվում է ձեր տանը կամ որևէ մեկ այլ վայրում, բայց ոչ Վալբերիսի պահեստում։ Ինչպես է կատարվում դա։ Երբ որ պատվերները գրանցվում են, ձեզ ժամանակահատված է տալիս 5 օր ամենաշատը, որ պետք է փաթեթավորումը կատարել, պիտակավորումը եւ հանձնել ձեզ մոտ հանձնման կետերում կամ տանել Երևանում Վալբերիսի պահեստ։ Այդքանը կատարելուց հետո դուք պետք է ընդհանրապես սպասեք, որ ձեր ապրանքը հասնի համապատասխան վայր եւ հաճախորդի վերցնելուց հետո նոր գումարը կնստի ձեր հաշվին։ Իսկ թե ինչ գումարներ է գանձում ձեզնից Վալբերիսը տվյալ ծառայության համար, եկեք մի փոքր մանրամասնեմ։ Նախ, երբ որ որոշում եք ապրանքի գինը, պետք է բոլոր ձեր ծախսերը հաշվի առնել, քանի որ գումար է գանձում ապրանքը հանձնելու համար, եթե հանձնում եք ձեզ մոտ ընդունման վայրերում։ Դա մեկ։ Երկրորդը, լոգիստիկայի համար նույնպես գումար է գանձում։ Լոգիստիկայի վճարը դուք կարող եք հաշվարկել ձեր էջում, այնտեղ կա կալկուլյատոր, որի հիման վրա հաշվարկվում է ձեր լոգիստիկ ծառայության վճարը։ Դա երկուս։ Հաջորդիվ Վալբերիսը գանձում է ձեզնից գումար իր կատարած ծառայության համար, այսինքն միջնորդավճար։ Դա հիմնականում տատանվում է, որքան որ տեղյակ եմ 8-ից մինչև 24%։ Եվ լրացուցիչ վճարը դա վերադարձների դեպքում գանձվող գումարն է։